Պատրաստում ենք չամչով փլավ, որն ստացվում է հատիկ-հատիկ։ Կաթսայի մեջ ջուր ենք լցնում, համեմում աղով ըստ ճաշակի և թողնում մինչ եռա։ Եռալուց հետո կափարիչը վերցնում ենք, որպեսզի չուռի և չթափվի այն։ Մյուս կողմում առանձին կաթսայի մեջ բուսայուղ ենք լցնում և թողնում մի փոքր տաքանա։ Բրինձը արդեն լավ հասունացել է և պատրաստ է։ Ջրքամում ենք և սառը ջրով ցողում։ Սառը ջրով ցողում ենք նրա համար, որպեսզի բրինձը մնա հատիկ-հատիկ և եփը կանգնի։ Բուսայուղը արդեն տաքացել է և ավելացնում եմ նախօրոք լվացած չամիչները, ես վերցրել եմ սև և սպիտակ չամիչներ։ Չամիչը տապակում ենք այնքան, մինչ այն փուչիկ տա։ Երբ արդեն փուչիկ է տվել, ավելացնում ենք ջրքամած բրինձը և խառնում։ Եվ վերջում ստացվում է այսպես հատիկ-հատիկ և գեղեցիկ փլավ։